Անկախ նրանից, հարգելի բարեկամներ, դուք ինձ ոնց եք վերաբերվում, հայրենասեր եք համարում, անհայրենիք եք համարում, ես կարդում եմ այդ ձեր մեկնաբանությունները, վերջերս հատկապես ավելի շատ եմ կարդում, սրիկատ ականք եք համարում, դավաճան եք համարում, ինչ եք համարում, այս հարցերը բոլորը վերաբերվում են բոլորիդ, մտնելու են բոլորիդ ընտանիքները, այս հարցերը, այս արկախված հարցերը կարող են դժբախտության պատճառ դառնալ յուրաքանչյուրիդ ընտանիքի համար, որովհետև դուք ապրում եք այստեղ Հայաստանի Հանրապետությունում, կամ եթե Սփյուռքում եք ապրում, գոնե կունենաք Հայաստանի Հանրապետությունում ապրող բարեկամներ, հարազատներ, եւ եթե դուք մտածում եք, որ այս հարցերի արծարծումը ունի քաղաքական ենթատեքստ, խմբակային այդ առումով քաղաքական, բոլորն էլ քաղաքական, բայց քաղաքական խմբակային առումով, կուսակցական առումով, շահադիտական առումով, ինչ ասեմ, Հայաստանի Հանրապետության տարածքում այս հարցերը ուղիղ վերաբերվում են կուսակցություններին, կուսակցապետերին, կուսակցապետերի շրջապատին, շարժումների ղեկավարներին, խմբագիրներին, լրագրողներին, այդ կուսակցականացված, քաղաքականացված Հայաստանի Հանրապետության տարածքում կան 400-ից ավել գերեվարված մարդիկ, փաստացի գերեվարված մարդիկ, այս պահի դրությամբ, որի մասին քաղաքական իրավական համակարգերում լռություն է պարլամենտում, լռություն է վարչապետ պատգամավորներ հարց ու պատասխանի ժամանակ, չնայած 100,000-ավոր մարդիկ լսել են այս հարցերի վերաբերյալ եւ 100,000-ավոր մարդիկ լսել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հերկումը գից հաստատումը։ Դա հերքում չէր, դա հաստատում էր։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ըստ էության հաստատել է այս հանգամանքը, որ դիրքապահները գնում հասնում են իրենց վստահված ծառայության հատվածը, անցնելով ադրբեջանական զննության վերահսկողության, ստորացման միջով։ ՊՆ-ն ըստ էության հաստատել է Սև լճի դիրքերի վերաբերյալ։ Ուրեմն եւ ես հարց եմ բարձրացրել նաեւ ի շարունակություն թույլտվությունը տալիս են ադրբեջանցիները, երբ նկարում են, ուղարկում են իրենց ՀԴԿ, եւ դուրս գալու թույլտվությունը ելի իրենք են տալիս, պետք է նկարեն մարդուն, ուղարկեն ՀԴԿ եւ նոր թույլ տան այդ մարդը դուրս գալիս է, թե չի գալիս հերթափոխի ժամանակ, այսինքն մշտական այնտեղ ինչ որ ֆիքսած թիվ փաստացի պատանդարության մեջ են եւ այս ամենը տևել է տարիներ շարունակ Եվ մենք հաշտ ենք այս ամենի հետ, հարգելի բարեկամներ։ Մենք հաշտ ենք սրա։ Իմիջիալոց, երբ ինչ-որ կայքեր հարցում են ուղարկում եւ չեն նշում իմ անունը, ես այդ կայքերի խմբագիրներին մի բան եմ ուզում հարցնել։ Վաղը մյուս օրը, եթե քրեական գործ հարուցվեց, եւ դուք էլ ինչ-որ կերպ այդ քրեական գործերի հետ առնչություն ունեցաք, դուք քաղմասում արդեն նշելու եք, չէ՞ իմ անունը, չէ՞, հիմա չեք նշում, բայց քաղմասում արդեն կնշեք սկզբնաղբյուրովը ով է։ Այդ ով է ձեզ այդպես աշխատել սովորեցրել։ Հետաքրքիր է։ Ով է ձեզ այդպես աշխատել սովորեցրել։ Եթե ինչ-որ հարցեր լինի ձեզ իրավապահ համակարգի կողմից, դուք հո արդեն իմ անունը նշելու եք։ Սրիկաներ, սրիկա պատդոննկներ, Bez արդեն իրերը պետք է կոչել իրենց անունը, դուք սրիկա պատդոննկ եք։ Դուք քաղմասում տալու եք Համբարձումյան Արթուրի անունը։
Չէ՞։ Լավ, անցնենք առաջ։ Ամեն մարդ թող իր խղճի առաջ պատասխան տա։ Երևի ինչ որ մեկը ձեզ այդպես աշխատել է սովորեցրել։ Civilnet եւ 168 ու այդպես էլի կայքեր։ Ինչ որ մեկը ձեզ այդպես լրագրողական գործունեություն ծավալել է սովորեցրել։ Շատ բան եք, ժամանակակից հայերենով ասած, շատ շուստրի եք դուք։ Հիմա այս իրավիճակի հետ մենք հայաստանցիներս հաշտ ենք։ Այո, հաշտ ենք։ Անդրանիկ Քոչարյանը տարիներ առաջ ասաց պիտի վերիֆիկացնենք 1.5 միլիոն զոհերը։ Սրա հետ էլ ենք հաշտ։ Անդրանիկ Քոչարյանը ապրում է Երևանում։ Անդրանիկ Քոչարյանը ապրում է Երևանում։ Երևանում խտությունը բավականին մեծ է։ Այդպիսի խոսույթով չի հանդես եկել նույնիսկ այն թուրք ուլտրա ազգայնականը, որ պիտի վերիֆիկացնենք զոհերը։ Անդրանիկ Քոչարյանը ասում է, եւ սրա հետ էլ ենք մենք հաշտ։ Քանի տասնյակ անգամ են Անդրանիկ Քոչարյանի բարեկամները, հարազատները, ընկերները, Անդրանիկ Քոչարյանը ինքը մասնակցել խնջույքների, դուրս եկել, իր ձեռքը սեղմել։ Ոչ մի բարոյական եւ ոչ մի քաղաքական հետևանք այդ հայտարարությունը չի ունեցել։ Եթե հрьяաների Իսրայելում մեկը դուրս գար ասել հոլոկոստի 6 միլիոն զոհերի անունները եւ ազգանունները պիտի վերիֆիկացում անցնի, կտային գլուխը կջարդեին։ Ժամանակին, հիմա ես կասեմ ինչի համար եմ այս ամենը թվում։ Ժամանակին մեղադրվում էր Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ լինելու մեջ։ Մեղադրվում էր մի մարդու կողմից, ով հսկայական ազդեցություն է ունեցել ազգային անվտանգության ծառայության առնվազն կադրային քաղաքականության վրա։ Եթե ոչ ընդհանուր վարվող քաղաքականության, ապա կադրային քաղաքականության վրա միանշանակ։ Այ մարդ կարող է սուտ է։ Կարող է Միքայել Մինասյանը սուտ է ասում։ Հետևանքները ուր են, Փաշինյան Նիկոլ։ Կարող է սուտ է ասում։ Հետևանքները ուր են։ Ի պաշտպանություն Արարատ Միրզոյանի ոչ միայն հետևանք չկա, այլ նաև տարիներ շարունակ Արարատ Միրզոյանը կառավարության նիստերում նստում էր Միքայել Մինասյանի եղբոր կողքը։ Այդպես կարող է ճիշտ է ասում։ Կարող է ճիշտ է ասում։ Ինչ իրավունքով է Փաշինյան Նիկոլը այդ անձնավորությանը հետևապես նշանակել այսպես բարձր պաշտոնների։ Ազգային ժողովի նախագահ, փոխվարչապետ սկզբից աժնախագահ, արտաքին գործոս նախարարություն։ Այս հարցը դաշնակ մաշնակներ տվել եք Նիկոլ Փաշինյանին։ Եվ ճշտի դեպքում է մեծ կոնֆլիկտ, եւ ստի դեպքում է մեծ կոնֆլիկտ։ Բայց ընդհանուր առմամբ Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու մեղադրանքի հետ մենք չեմ ասում անձամբ ինձ, հա, հայաստանցիներս, հայերս հաշտ ենք, եւս հաշտ ենք։ 2018-ից 20 թվականների զորակոչը մարդը ուղարկում է Արցախ, հարակից շրջաններ։ Իր չմտածված քաղաքականությամբ վարի է տալիս բանակցային process-ը եւ հրահրում է պատերազմ։ Ջախջախիչ պարտություն մարդը կապնում ասում է 91 թվականից դեռ այդ հողերը ճանաչված են եղել Ադրբեջան օֆիցիալ։ Հարց. ինչու ես դու 5-6 զորակոչը ուղարկել Ադրբեջան եւ սպանել տվել մարդկանց, պատանիների, երիտասարդների։ Այս հարցը պիտի դառնար ամեն ընդդիմադիրի, եթե ոչ ամեն երկրորդ, ամեն երրորդ հարցը պիտի լիներ սա։ Սա պիտի ունենար իրավական, քաղաքական, գնահատականներ։ Ամեն օր պիտի ընդդիմադիրները սրա մասին խոսեին։ Զորակոչը ինչու ես ուղարկել։ 5 տարի խոսում եմ ազատության հրապարակից եմ այս հարցի վերաբերյալ խոսել։ Զորակոչը Ադրբեջան ինչու ես ուղարկել Նիկոլ։ Հաշտ ենք այս հանցագործության հետ կապված եւս։ Հաշտ ենք։ 10 մարզպետ կա Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ։
Մարսպետն իրականացնում է կառավարության տարածքային քաղաքականությունը մինչև վերջերս, հիմա արագ են փոխում մարսպետներին, հանկարծ սխալված չլինեմ, մինչև ընդամենը մի քանի շաբաթ առաջ 10 մարսպետից 9 բանակում ծառայած չի եղել 10 մարսպետից 9 դուք հասկանում եք, սա ինչ թիվ է, միգուցե 10-ն է արդեն հիմա, միգուցե հիմա արդեն 10-ն է, որովհետև մի հատ նոր մարսպետ է նշանակի, ես չգիտեմ, այդ նոր մարսպետը ծառայած մարսպետի փոխարեն է նշանակվել, թե չծառայածի փոխարեն է նշանակվել։ Եթե ծառայածի փոխարեն է նշանակվել այդ մարսպետը, Արսենյանի որդին, իմիջիայլոց Արսենյանի որդին ժամանակին անցնելիս է եղել բանով, քրեական գործ է հարուցված եղել։ Եթե այդպես ուրեմն 10-ից 10, եթե ոչ 10-ից 9։ Մարսպետը պատասխանատու է զորակոչի եւ զորահավաքի համար։ Փաստորեն բանակը մերժած մարդիկ պատասխանատու են զորակոչի եւ զորահավաքի համար։ Սրա հետ եւս մենք հաշտենք։ Այս ամեն այլանդակության, ամորալության հետ մեծ հաշվով մենք հաշտ ենք, հարգելի բարեկամներ։ Մեկի հոп հանկարծ ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք, որ Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն բենզին ներկրվի։ Եվ ուզում ենք սկանդալ սարքել դրանից։ Հաշտ չենք դրա հետ։ Բայց այսպես լինում է, այս դուք ում եք էշի տեղ դրել։ Դուք ում եք էշի տեղ դրել։ Լրագրողներ, խմբագիրներ, ձեզ ֆինանսավորողներ, ձեր դեմը լապ գցողներ, այս դուք ում եք էշի տեղ դնում։ Դեպուտատներ, վերլուծաբաններ, իմիջիայլոց Հայաստանի Հանրապետություն դե խոսքը չի վերաբերում իշխանականներին, այնտեղ ամեն ինչ պարզ է, իշխանականները գիտենք ոնց ինչպես, բա ընդդիմադիրների այդ գլուխ հարդուկողների, այդ որ խոսում են ամեն օր, երկիրը վարի տվեց, այս արեց, այն արեց, սա հանձնեց, նա հանձնեց, դրանց 90%-ը երևի եւ ավել բլոգերները, բաները, այդ կուսակցությունների ղեկավարները, բան, այդպես վերլուծաբան հայրենասեր աշխատողները, հաստիկացուցակով հայրենասերների ճնշող մեծամասնությունը, այսպես ասեմ, այդ ճնշող մեծամասնությունը ստատիստիկա չեմ վարել, ճնշող մեծամասնությունը գործազուրկ են։ Մեկը չկա դրանց հարցնի, դուք ոնց եք ապրում։ Ձեր ընտանիքները ոնց են պահում, ով է պահում։ Իմիջիայլոց օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել այս պարքեավիճարները, որը հատկացվում են ընդդիմադիրներին, պատգամավորներին առհասարակ, ես մասնավորապես ընդդիմադիրներին, դեմը նոր տարի է, կոմունալ, տուն եք պահում, իմ կարծիքով ձեզ պիտի ավելի շատ տան, դաշնակ մաշնակներին, Նիկոլ Փաշինյանը ասել եմ եւ ասում եմ, իրենց գործը ավելի բարդ է, դրա համար իրենք պիտի ավելի շատ պարքեավիճար ստանան կառավարության կողմից, քան թե ԿՊԱ-ականները, որովհետեւ իրենց արածը ավելի մեծ բան է։ Իրենց տված վնասը ավելի մեծ է։ Գրուզը իրենց վրա ավելի մեծ է, իրաց պիտի ավելի շատ տա։ Հիմա այս ամենը մենք մարսում ենք թվարկածս։ Գերիները, Քոչարյան Անդրանիկի հայտարարությունը, Միրզոյան Ահարդի գործակալական թեման, 18-20 թվականների այդ զորակոչի ուղարկելը եւ 91 թվականի փաստաթղթերով ճանաչելը։ Իմիջիայլոց Արշակ Կարապետյանը նաեւ վերջերս հայտարարեց, որ փաստաթուղթ կա առ այն, որ Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա գործակալ է, սրա վերաբերյալ եւս կարծես թե լսումներ չկան։ Այսինքն այս ամենի հետ մենք հաշտենք, բայց բենզինի հետ հաշտ չենք, հա։ Դուք ուզում եք բենզինի թեման գեներացնել, այսքանի հետ հաշտ լինելով հանդերձ դուք։ Հարգելի բարեկամներ, երկրորդ հարց։ Սա վերաբերվում է բոլորիս։ Եթե մի բան սխալ եմ ասում, պետք չէ ասել, այս Համբարձումյան Արթուրը ինչու է դեռ ազատության մեջ։ Իմ ազատությունը լինի բոլորիդ վրա, եթե ես ազատության մեջ եմ։ Իմ ազատությունը լինի բոլորիդ վրա, այդպիսի բաներ մի ասեք ինձ։ Որտեվ այն մարդիկ, ով ինձ ճանաչում են, իրենք գիտեն, ես ինչ ազատության մեջ եմ։ Մի անգամ մի դեպուտատ ասաց, դու վայելում ես Նիկոլի ազատությունը, ասի այդ ազատությունը ես ցանկանում եմ քեզ։ Եվ այդ ազատությունը եկավ իրեն։ Այդպիսի սրիկա բաներ մի ասեք։
Եթե մի բան սխալ է, եթե իմ գործունեության մեջ ինչ որ մի բան ես սխալ, դիտավորություն կա, սխալմունք նույնիսկ եթե կա, ես ասել եմ եւ ազգային անվտանգության ծառայության աշխատողների ժամանակին, ովքեր ուշով հետևում են, հետևել են եւ հետևում են, եւ Քաղմասի աշխատողներին ցույց տվեք դա, ես հրապարակային ներողություն կխնդրեմ եւ կդադարեմ իմ հրապարակային գործունեությունից։ Կդադարեմ ուղղակի։ Ասեմ ավելի, նույնիսկ մի անգամ Քաղմասում այսպիսի զրույց տեղի ունեցավ, բա ինչու ես այսքան ատում այս իշխանություններին, մեկ-երկու բան եմ իրենց ասել, այդ չեմ հիշում կոնկրետ, մի քանի ֆրագմենտ եմ առանձնացրել, մեկը վերաբերում էր նրան, որ նիկոլական մանկլավիկներից մեկը այստեղ գնաց է Շիրակ գերեզմանատանը COVID-ի ժամանակ ծածուկ նկարել էր թաղման արարողություն գերեզմանոցում, որտեղ մարդիկ առանց դիմակի հրաժեշտ էին տալիս իրենց հարազատին, այդ նկարը ուղարկել էր Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր դա, բա տեսեք ում պատճառով է COVID-ի այդ ցուցանիշները բարձր։ Դա դրել էր իր էջում։ Մարդու թաղման արարողությունը, ասում եմ, սա եթե շանտեղություն չի, ասեք ինչ է։ Եվ իրենք զարմացած ասին այդպիսի բան կա, հանե փաստերն եմ ցույց տվել, եւ Քաղմասում գիտեք ինձ ինչ ասացին։ Ասեցին դե ինչ ասենք Արթուր ջան, եթե այդպիսի բան է արվել, ուրեմն գնացեք տվեք սպանեք։ Քաղմասում են ինձ ասել։ Ես էլ ասել եմ, իսկ ով է ձեր ձեռքը բռնել։ Էլի եմ ասում, եթե ինչ որ մի բան իմ վերլուծությունների մեջ ինչ որ մի բան սխալ է, եկեք ասեք սա սխալ է, սա սխալմունք է թեկուս։ Էլ չեմ ասում դիտավորություն, ես դադարեցնեմ իմ հրապարակային գործունեությունը։ Իսկ մինչև այդ ես ասել եմ եւ ասում եմ, հայ ազգը վարի են տալիս Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների հետ ձերքի տված։ Նիկոլ Փաշինյանը կոմերսանտ դաշնակների, կոմերսանտ հանրապետականների հետ ձերքի տված։ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել է Սերժ Սարգսյանը։ Ես ասել եմ եւ ասում եմ դա։ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել են, այդ օպերացիան կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որի մասին իդեպ ինքն է ասում։ Ասում է շնորհակալություն եմ հայտնում Գյորգի Կուտոյանին, վերջին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար։ Մարդը իր բերանով ասում է, ինչ եք ուզում։ Լավ, մի խոսքով։ Երկրորդ հարց, հարգելի բարեկամներ, տեսնում եք ինչքան եկեղեցին պաշտպանողներ կան։ Տեսնում եք ինչքան են պաշտպանում եկեղեցին։ Առաքելական եկեղեցու պաշտպաններ կան, նու Նիկոլենց հələ դնենք կողքի, Նիկոլեկ իրենք էլ են ասում, որ մենք պաշտպանում ենք, բայց հələ դնենք իրենց կողքի։ Բայց այս հարցը վերաբերում է եւ Նիկոլենց, եւ գլխավորապես այս մյուս հատվածին։ Մեր ձևը շարժում, դաշնակցություն, հանրապետական եւ այսպես շարունակ։ Մայր Հայաստան։ Եղավ մի քանի տարի է արդեն Ծառուկյան Գագիկը սեփականաշնորհել է, թե վարձակալել է սար ինչ որ չէ, շատ կոնկրետ։ Ասացին, որ սեփականաշնորհվել է, սկանդալ բարձրացավ, հիմա կարծես թե բանը փոխել են կարգավիճակը, ասին վարձակալել են հատիս սարը։ Եվ թքելով հայ առաքելական եկեղեցու հազարամյա տրադիցիայի վրա Հիսուս Քրիստոսի արձանն է տեղադրում։ Այդ արձանը վաղ թե ուշ փլվելու է։ Դա կամ մարդիկ կփլեն, կամ դա կլինի ավելի հավանական է բնական իջոր արավիշտի պատճառով լինի, բայց այդ արձանը երկար չի մնալու։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Դարավոր տրադիցիան հայ առաքելական եկեղեցի, որը հիմնվել է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների կողմից։ Մեկը թաղված է Թուրքիայում, մյուսը թաղված է Իրանում։ Առ է համարվում այդ տրադիցիան։ Հիմա հարց Թևանյան Անդրանիկին, սա այն որ պաշտպանում են կաթողիկոսին, առաքելական եկեղեցին, Սամվել Կարապետյանի որդուն։ Տղեկ, էլի եմ ասում, եթե ինչ-որ մի բան սխալ եմ ասում, մտածեք, հա, ինչ-որ մի բան սխալ եմ ասում, կապնվեք ինձ հետ, ասեք, ես բանը սխալ ես ասում։ Այն ինչ-որ ասում եմ, բայց բոլորիս վերաբերվում է։ Թևանյան Անդրանիկ, Սամվել Կարապետյանի որդին, Ռոբերտ Քոչարյանի որդին,
Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչները, հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հա, իրենք։ Ինչու չեն արձագանքում Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվողին։ Ինչու չեն արձագանքում։ Թեկուզ մեկ հայտարարությամբ, թեկուզ մեկ թեթև պիկետով։ Ինչու չեք գնում բան անեք, պիկետ անեք Ծառուկյանի օֆիսների դիմաց։ Փաշինյան Նիկոլ, դու ասում ես, որ դու եկեղեցու, առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդն ես, ունես լծակներ։ Քո չսիրելի իբրև թե օլիգարխներից մեկը, թեպետ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չի, օլիգարխ ուրիշ բան է նշանակում, դա սխալմամբ ենք մենք օգտագործում։ Քո, բայց հայկական սլենգով ասենք, հա, ժամանակակից։ Քո չսիրելի կամ գից սիրելի, չգիտեմ, որորը ինչպես, օլիգարխներից մեկը խախտում է հայ առաքելական եկեղեցու ավանդույթներ, իմիջիայլոց եկեղեցու բարձր դասը մի քանի անգամ հայտարարություններ տարածել է։ Մի քանի անգամ հայտարարություն է տարածել։ Այս խնդրի վերաբերյալ ձեր հայտարարությունների բացակայությունը եւ ձեր գործողությունների բացակայությունը ինչով է պայմանավորված հայ առաքելական եկեղեցու համար անզիջում պայքար տվողներ։ Դեք զգում եք դուք ինչքան լիցեմեր եք։ Զգում եք դուք ինչքան լիցեմեր եք։ Այս հարցը ինչ որ կերպ իմիջայից առաջին հարցը որ ասում էի, այս ամեն ինչի հաշտեք բենզինի հետ հաշտ չեք։ Այդտեղ կարելի է մտցնել նաև այն, որ 8-9 թվականներին ֆուտբոլային հանդիպումներից առաջ աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Երևանում հանդիպումից առաջ եւ Բուրսայում հանդիպումից առաջ հեռացվել են հայ ֆուտբոլիստների մարզաշապիկների վրայից Արարատ լեռան նկարները։ Սրա հետ ենք մենք եղել հաշտ։ Մարզաշապիկների վրայից Արարատ լեռան նկարները հեռացնում են, դա նորմալ է, բայց բենզինը նորմալ չէ։ Այս երրորդ հարցը առանձին ուզում եմ նշել, որովհետեւ ճիշտ է, առաջին հարցի հետ կապ ունի, բայց առանձին ուզում եմ նշել։ Ինձ հետաքրքիր է, դաշնակները էս ինչ են այսպես համառ ձևով պաշտպանում գործակալներին, երբ հրապարակվում են ինչ-որ փաստաթղթեր։ Հետաքրքիր է, Եզրաս arczepiskopousi վերաբերյալ փաստաթուղթ հրապարակվել, այսօր Գեղամն են Մանուկյան դուրս եկել ինչ-որ բաներ է ասում, որ դա սուտ է։ Երզասին են պաշտպանում, Արարատ Միրզոյանին են պաշտպանում։ Հա, պաշտպանում եք դուք, դաշնակներ, որովհետև ձեզանից որևէ մեկը Արարատ Միրզոյանի թեման պարլամենտում չի բարձրացրել։ Եվ դա պաշտպանություն է։ Դա պաշտպանություն է։ Այս խայտարակ թեման Արարատ Միրզոյանի առաջ չբարձրացնելը, իմիջիայլոց պիտի ասեմ, որ Արարատ Միրզոյանը ընդունել է, որ ինքը գործակալ է։ 2021 թվականի մայիսի վերջ հունիս Նարինե Ղալեչյանին տված հարցազրույցում ընդունել է, որ ինքը գործակալ Օմեգան է։ Եվ դուք չեք անդրադարձել, հետևաբար պաշտպանում եք դուք։ Ինչով է պայմանավորված։ Հա։ Կարող է դուք եք գործակալ։ Արարատի թեման կարող եք ասել դա Արարատը իր պետության գործակալն է եղել, այդտեղ ինչ վատ բան կա։ Համաձայն կլինեմ ձեզ հետ հարգելի բարեկամ, համաձայն կլինեի ձեզ հետ հարգելի բարեկամ, եթե մի փոքրիկ նյուանս չլիներ, եթե Արարատ Միրզոյանը անոնս առաջ չլիներ, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն է տեղի ունեցել եւ մարտակեր ռեժիմից իշխանությունը անցել է դեմոկրատական ռեժիմին։ Հա, այդ փոքրիկ դրվագը չլիներ։ Հարգելի բարեկամներ, ըստ ձեզ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա միջազգային խաղացողները բնականաբար այո է պատասխանը, բայց Հայաստանի Հանրապետությունում, Արցախում եղել են խմբեր, ովքեր այդ կոնֆլիկտի առկայության վրա տաքացրել են իրենց ձեռքերը։ Օրինակ եղել են ըստ ձեզ։ Մենք բտացենք։ Եղել են մարդիկ, ովքեր այդ կոնֆլիկտի առկայության վրա տաքացրել են իրենց կեղտոտ արյունոտ ձեռքերը։ Այն հեկերը, պարոն Փաշինյան, այն հեկերը ովքեր էին վաճառում ադրբեջանցիներին Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա ստանում։
Այդ որ իրավունքով ես կոմպենսացիոն տվել, այս հարցը քեզ պիտի ընդդիմադիրները տային, որ իրավունքով ես կոմպենսացիոն տվել, եւ քո падգամավորները քեզ պիտի մեկ այլ հարց տային, պիտի ասեին հրապարակենք այդ ստահակների անունները, որպեսզի մարդիկ իմանան։ Այդ առաջարկությունը ոչ ձերոնք են արել, ոչ ընդդիմադիրները այդ հարցն են տվել։ Միայն այս հարցի վերլուծությունը պարզ ցույց է տալիս, թե ինչպես է ընդդիմություն իշխանություն դաշնակ մաշնակները Նիկոլի հետ ձերքի տված ավիրում պետությունը, հարգելի բարեկամ։ Պետությունը հələ ջանդամ ավիրե պրծել են, լուծարել պրծել են պետությունը արդեն, ինչպես որ Արցախում այդ լուծարեցին։ Դուք ազգը ժողովրդին եք ոչնչացնում, հասկանում եք։ Դուք ժողովրդին ոչնչացնում եք ուղղակի։ Դուք պայմաններ եք ստեղծում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հայը դառնա փոքրամասնություն։ Տաքացնողներ եղել են ձեռքերը, հարգելի բարեկամներ։ Նիկոլը պատերազմ է հայտարարել եկեղեցու բարձր դասի իրեն ոչ հարմար ներկայացուցիչների եպիսկոպոս արքեպիսկոպոսների վրա։ Իմիջիայլոց այս համատեքստում մի հարց չէի գրել, բայց ուզում եմ անպայման ասեմ։ Միքայել արքեպիսկոպոսին, որ դատեցին, դատողները ինչ ազգության ներկայացուցիչներ էին։ Սերժին մերժելով եկան, դատեցին Միքայել արքեպիսկոպոսին։ Դատավճիռ կա արդեն։ Քննիչները, դատախազները, դատավորները ովքեր էին, հայեր չէին, հրեաներ էին, թուրքեր էին, ադրբեջանցիներ էին, ռուսներ էին, այդ ֆրանսիացիք էին, ամերիկացիք էին, ովքեր էին, հայեր էին, չէ՞։ Բայց սա իմիջիայլոց։ Նիկոլի, հա։ Ուրեմն Նիկոլը ասացի արդեն պատերազմ է հայտարարել իրեն ոչ հարմար arczepiskoposների եպիսկոպոսներին եւ ասում են в любви и на войне все методы хороши։ Ինչ ձեռքի տակ կա դնում է սեռական կոմպրոմատ, գործակալական թղթերն է դնում բան։ Իսկ կներեք, բան Նիկոլի գործակալական Նիկոլի վրա եղած կոմպրոմատները ինչու չի հրապարակվում այդ դեպքում։ Չէ՞ որ ժամանակին նույնիսկ այսպիսի բան կա, հա, այսպիսի ելույթ կա Իգիթյանը պատգամավոր, երբ Գորբաչովին ուղված մի հայացքից հետո ասեց հայերեն պիտի ասեմ, ձեզ կթարգմանեն, բոզին բոզություն է հասնում, ամորալին ամորալություն է հասնում, ամորալ դեբիլին ամորալ դեբիլություն։ Նիկոլ Փաշինյանի վրա եղած կոմպրոմատների չհրապարակումը ինչ է կապված։ Ու այս հարցերը այս կամ այն չափով կային նախորդի հնչած հարցերում, բայց առանձին եմ ուզում նշել էլի։ Ինչ է կապված չհրապարակումը։ Չէ որ դուք դեպետ պատասխանը արդեն ես տվել եմ, բայց ուզում եմ մի հատ էլ շեշտվի, որ այդ պատասխանը ավելի հստակ լինի, որ սրանք ձեռքի տված են գործում դրա համար, բայց եւս մեկ անգամ առանձին այս հարցը։ Ինչու։ Այդ միայն Արարատ Միրզյանի գործակալական թուղթներ ձեր մոտ, պարոն Մինասյան, Նիկոլինը չկա ձեր մոտ։ Արայիկ Հարությունյանինը չկա։ Իսկ Արարատ Միրզյանին ինչու հրապարակվեց։ Արարատ Միրզյանը ինչու քացու տակ ընկավ։ Կարող է Արարատ Միրզյանը դրանից առաջ ինքնագլուխ ինչ որ բաներ էր սկսել անել, օրինակ հանդիպել էր Պավլիկ Մանուկյանի հետ, ինքնագլուխ կոնսուլտացիաներ էր սկսել։ Եվ դա ջղայնացրեց շատ մարդկանց։ Դրա համար Արարատ Միրզյանը ընկավ քացու տակ։ Այդ ինչպես ստացվեց, որ այդքան ԱԱԾ աշխատողներ այդտեղ չկարողացան մի հատ օդ կրակել, որ այդքան ամբողը անկառավարելի էր, բա որ ամբողը անկառավարելի էր, հետագայում ինչու դարձավ կառավարելի։ Իսկ 2 ամիս հետո ինչու հրապարակվեց նրա գործը։ Ինչու միայն իրենը։ Նիկոլեսկան գործեր է հրապարակում։ Անցնելով կարմիր գծերը մարդկանց տները բերում, կամերաները շարում, ցույց է տալիս այդ էսթետիկ սեռական ակտերը իրեն ոչ հարմար։ Նիկոլի վրա եղած կոմպրոմատները ինչու չես հրապարակում, Սերժ։ Ասում ես, բան է, թշնամի ենք մենք իրար, հակառակորդներ ենք։ В любви и на войне все методы хороши, բայց ձեր մեջ չկա վայնա։ Որովհետև չկա վայնա, չկա պատերազմ։ Կա միայն սեր։ Եվ ահա սիրո մեջ, ահա այո մեթոդները կարելի է օգտագործել։
Եվ վերջին հարցը մի քիչ կրոնական է։ Ինչու ենք մենք, հարգելի բարեկամներս, մենք քրիստոնյաներս իրար վիրավորում մեկս մյուսիս անվանելով թլպատված շուն։ Վերջերս մեկին մի բանի, մի ԿՊԱ-կանի վիրավորում էր, էլի պիտի ասեմ, այդ կուսակցությունը ժամանակին փաստացի եղել է լուսարված։ Վիրավորում էր, ասելով նրանք հրյաներ են, նրանք ջհուդներ են, ես եկել եմ այստեղ պաշտպանելու Հիսուսին։ Ես այս թեմային չէի անդրադառնա, եթե սա շատ տարածված չլիներ։ Շատ տարածված չլիներ։ Իմ մոտ Մաղաքյա arczepiskopos Օրմանյանի ծիսական բառարանն է եւ մի փոքրիկ հատված անվանակոչությանը վերաբերող ուզում եմ կարդալ։ Քրիստոս անվան, այսինքն Հիսուս անունը դնելու հիշատակությունն է անվանակոչությունը։ Հիսուս նշանակում է փրկիչ, ինչպես հրամայված էր կոչել հրեշտակին Մարիամի ավետման պահից։ Եվ այդպես էլ իրոք գրվեց ծնվելու օրը թլպատության արարողության արդիվ։ Օրը դա 8-րդ օրն է, A B G D E Z E 8-րդ օրը։ Թլպատության արդիվ։ Եվ այդպես էլ իրոք գրվեց ծնվելու օրը թլպատության արարողության արդիվ։ Մաղաքյա arczepiskopos Օրմանյան, Հղում Ղուկասի 2-րդ գլուխ 21։ Հարգելի բարեկամներ, Հիսուս Քրիստոսը եղել է հրյա։ Այդպես գրված է Նոր Կտակարանում։ Մարմնապես Դավթի սերնդից, հոգեպես Աստծուց։ Նա եղել է հրյա, խոսել է արամերեն։ Նա եղել է թլպատված։ Եվ երբ որ դուք այսպիսիներ հազարներ են, իմիջիալից տերդերներից մեկը վերջերս ուզում էր Նիկոլին վիրավորեր, Նիկոլին էլի անվանեց թլպատված։ Այս վիճակը որ կա Հայաստանում, դա այդտեղ իր մեղքի բաժին ունի նաև եկեղեցին։ Եկեղեցին ունի։ Այս անգելագիտության մակարդակը, որովհետև տարիներ շարունակ եկեղեցին եղել է թաղման բյուրո։ Ծիսական ակտեր կատարող ինչ-որ մի գրասենյակ։ Այստեղ լուսավորչական գործունեություն չի իրականացվել։ Կամ շատ քիչ է իրականացվել, ով էլ իրականացվել է, Հանձինես Միքայել arczepiskopos-ի, հիմա ազգի դատախազները իրավաբանները, այդ դատավորներով բանով տարել են, ուզում են սպանել, ազգի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, էլի կան լուսավորչական գործունեություն իրականացնողներ, բայց քիչ են։ Այնպես որ երբ դուք ասում եք թլպատված շուն մեկը մյուսիդ ջահուդ հրյա, չգիտեմ ինչ բան, եւ ասում եք, որ դուք պաշտում եք Քրիստոսին, Քրիստոս ձեզ համար Աստված է, սա պարադոքս է, սա նորմալ չէ։ Մի խոսքով, հարգելի բարեկամներ, ես իմ կարծիքով կգա օր, երբ հային կփրկեն հայից։ Դա Աստված փրկողը, օգնողը, այս ընթացքը կասեցնողը լինի հայը։ Հայը ազատի հային հայ գեներալներից, ԱԱԾ այդ ստրուկտուրայից, հայկական ժուրնալիստներից, խմբագիրներից, դեպուտատներից, նախարարներից, դատավորներից, հայը ազատի հային դրանցից, իսկ հետո ոչ թող ազատի օտարը։ Եվ թող օրհնվի այդ օրը։ Թող օրհնվի այդ օրը, երբ հայը կազատվի հայից։ Հայի ձեռքով, եթե ոչ օտարի ձեռքով։ Ես ձեր Տիրոջ մերը։